2020 թվականի պարտությունը շատ հարցեր առաջացրեց։ Պատասխանները հիմնականում սկսում էին որովհետևով։ Պարտվեցինք, որովհետև համախմբված չէինք, համախմբված չէինք, որովհետև պառակտվել էինք, որովհետև բոլոր տեսակի որովհետևները հասան պատմական օրինաչափության։ Համախմբվում ենք, հաղթում ենք, պառակտվում ենք, պարտվում ենք։ Կարճ ասած, որովհետև պետք էր համախմբվել։ Նրանք սպիտակ թղթի վրա շարադրեցին հայերին համախմբելու իրենց տեսլականը, փորձեցին գտնել նմանատիպ նախաձեռնություններ, միանալ նրանց։ Չստացվեց։ Մեկն ավարտում էր գործունեությունը, մյուսը վերափոխվում, կարճ ասած, որովհետև։ Կայացվեց որոշում 0-ից ստեղծել հայության համախմբման հարթակ։ Այնինչ գրված էր թղթին, ծնվեց 2021 թվականի ապրիլի 22-ին։ 5 տարվա ընթացքում փոխվեց 30,000 մարդու կյանք։ Փոխվեց, որովհետև ստեղծվեց Ռեարմենիան։ Այս կոնցեպտը աշխատում է։ Մենք ուզում ենք ունենանք ուժեղ, հզոր Հայաստան եւ հայոց աշխարհ։ Հայության առաքելությունը համամարտկային արժեքներ ստեղծել ու մարդկության բարդագույն խնդիրները լուծելն է։ Ռեարմենիա հարթակի հիմնական նպատակը հենց այդ ռեսուրսների ակումուլյացիան է։ Որոշվեց ստեղծել հարթակ, որտեղ կմիավորվեն համայնքները շենացնող հայերը։ Հարթակում պետք է ներկայացվեին տարբեր նախագծեր։ 14 ոլորտների 50-ից ավելի մասնագետներ կամավոր միացան որպես խորհրդատվական խմբերի անդամներ ու սկսեցին իրենց տեսանկյունից գնահատել նախագծերը։ Կազմավորվեց նաև վստահության ու ապահովության բաժինը։ Թիմը մի ձեռքով փնտրում էր համագործակցություններ, մյուսով աշխատում հարթակի վրա։ Հոկտեմբերին արդեն 10 վստահելի նախագծով հարթակը մեկնարկեց իր գործունեությունը։ Սկսվեցին համագործակցությունները։ Գիտելիք, փորձ, նյութական արժեքներ ու ֆինանսներ փնտրող մարդիկ գտան աջակիցների։ Բոլոր նախագծերը, որ հայտնվում էին հարթակում, ունեին Ռեարմենիայի վստահության կնիքը։ Ամեն ինչի ռեի կարիք կա հիմա մեր կյանքում, մեր բոլորի կյանքում։ Ռեստարտի, Ռեարմենիայի ամեն ինչի ռեն պետք է հենց հիմա անել, որովհետև ժամանակ չկա արդեն։ Շատ պոպուլար ոլորտներ են, օրինակ կրթությունը, առողջապահությունը, համայնքային զարգացումը, եթե top 3-ը վերցնենք, ու հիմնականում հաջողված նախագծերը այդ ոլորտներից են։ Մեկ տարի էր պետք, որ ոչ թե թիմը փնտրի ու գտնի կենսունակ նախագծեր, այլ մարդիկ իրենք նախաձեռնեն արշավներ ու կյանքի կոչեն դրանք։ Մեկնարկից մինչև օրս շաբաթական միջինը 5 նախագիծ ներկայացվում է հարթակում։ Այդ տարի կայացավ Նորեջ հերոսների կյանքում, Մունք, Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակի ծրագիրը, Արևային հաղորդին եւ շատ ու շատ նախագծեր։ Այս ամենը կյանքի կոչելու համար Ռեարմենիա հարթակում մեկնարկել ենք հարեհաս դրամահավաքի ծրագիրը, որին կարող եք աջակցել ցանկացած չափի գումարով։ Մունք տեխնոդպրոցի գաղափարը իրականություն դարձնելու համար Ռեարմենիա հարթակի միջոցով դրամահավաք են սկսել ու 3 ամսում անհրաժեշտ 67 միլիոն դրամի փոխարեն 69 միլիոն են հավաքել։ Սկսեմ, հա։ Տոնայնությունը սխալն է, հա։ Չէ։ Ողջույն։ Չէ։ Ես Էլինան եմ։ Ռեարմենիայում անում եմ ինչ պատահի։ Ես Մարիամն եմ։ Ես Ռեարմենիայում ինչ կարողանում եմ անում եմ։ Ես էլ Գևորգն եմ։ Ռեարմենիայում ոչ մի բան չեմ անում, որովհետև նենց ընտիր չեմպիոն թիմ ունենք, որ ամեն ինչ անում է։ Չնայած մի բան արել եմ, բաժանորդագրվել եմ Ռեարմենիայի ամսական նվիրաբերություններին ու առաջարկում եմ անպայման դու էլ բաժանորդագրվես, որպեսզի այս տարի կարողանանք այս ամբողջ սփյուռքը ներգրավել ու այս ամեն ինչը հաջորդ մակարդակ բարձրացնել։
Հայերի համախմբման գործին միացած մարդկանց 90%-ը հայաստանցիներ էին։ Երրորդ տարվա ռազմավարությունը Սփյուռքին ինտեգրելն էր։ Սկսեցին աշխատանքներ տարվել, որովհետև պատերազմից հետո կապը կարող էր խզվել։ Ավտոմեխանիկից մինչև սիլիկոնյան հովտից ներդրող մարդիկ, որոնք հավատացին Ռեարմենիային, միացան, գրանցվեցին մասնագետների համայնքում ու իրենց գիտելիքը սկսեցին փոխանցել նախաձեռնողներին։ 2023-ի վերջին ներգրաված մարդկանց 30%-ը սփյուռքահայեր էին, իսկ ֆինանսական ներդրումները կազմեցին մոտ 50%։ Այդ տարի բացվեց արցախցիների աջակցման կենտրոնը, կյանքի կոչվեց Մետագեյթը եւ այլն։ Մետագեյթը կանխարգելում է 30-ից ավել հիվանդություններ, որոնք առաջանում են չքայլելու հետևանքով։ Ասենք 17 տարեկան աշակերտից սկսած 67 տարեկան գեներալով վերջացրած մասնակիցներ են ունեցել, էլի, ու ամենատարբեր նախագծերով են եկել։ Ռեարմենիան էկոհամակարգ է։ Ներդրվեց Վյունը, Թումենսոն եւ Ռեարմենիա ակադեմիան, որ ցկյանս կրթվողների համար մեծ հնարավորություններ է ստեղծում։ Ակադեմիայի նպատակն է մարդկանց ու կազմակերպություններին դարձնել ճկուն, վստահ եւ պատրաստ ապագային։ AI գրագիտության դասընթացներ, 21-րդ դարի գոյատևման հմտություններ, որովհետեւ կրթված մարդն ավելի պաշտպանված է։ Ռեարմենիան նախագծերի վրա դնում է իր վստահության կնիքը, ակնկալում է համայնքի մեծացում, ուժեղացում, բայց 0% ֆինանս։ Որովհետև հիմնադրամի առաքելությունը ոչ թե նախագծերից եկամուտ գեներացնելը, այլ հայերի համագործակցությունն ապահովելն է։ Տարիների ընթացքում Ռեարմենիան ինքն էր իր համար նվիրաբերություն փնտրում, որոշվեց դառնալ ինքնաբավ, դարձավ։ Հաջորդ տարիների զարգացումը պետք է լինի ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց դեպի վերև, մեծ երազանքների իրականացում։ Այս տարին Ռեարմենիայի ստաբիլացման տարին է։ Կա հարթակը, նախագծեր նոր-օրի ավելանում են, կա համայնքն ու աշխատանքային ամուր մեխանիզմը։ Դուք աս այդ համայնքում։